Հայաստանի վարչապետն անձամբ է հանձնարարել անվտանգության խորհրդի քարտուղարին Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպելու անհրաժեշտությունը։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երեկ ըստ էության ասել էր. «Օրերս Դիլիջանում Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի հանդիպումը կապ ուներ Հայաստանում ընտրական գործընթացների հետ եւ նպատակ ուներ կառավարել պատերազմի սպառնալիքը։ Այդուհանդերձ ոչ ազգային ժողովում, ոչ էլ այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանը ուղիղ չպարզաբանեց, թե ինչու էր հասունացել պատերազմի վտանգը։ Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը ընտրողներին գուժում էր. աղետաբեր պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի կամ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երեք ուժերը ստացան ավելի քան կես միլիոն քվե, բայց չհաղթեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուժն այդպես էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Սա ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորի գնահատմամբ քաղաքացիական պայմանագրի համար ձախողում է, որն անհանգստացրել է նաև Բաքվին։ Ալիևին եւ Էրդողանին խոստում է տվել, ձախողվել է, վերջապես 65% պետք է հավաքենք, սահմանադրական մեծամասնություն պիտի հավաքենք, այլապես կլինի պատերազմ եւ այլն, կպարզեր ասում։ Ով կդակսեր պատերազմը, Ադրբեջանը։ Ինքն ասա ես կհավաքեմ, սահմանադրությունը կփոխեմ, մենակ դու պատերազմ մի սկսի։ Հիմա պարզա կանչել է Իլհամ Ալիևը կամ իր բանագնացին ուղարկել է, ասել է դե էլա խոստումդ կատարի։ Վերջի այդ աջակցությունը հոտ զրի չի եղել։ Բաքուն հստակ նախապայման է առաջադրել խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ դրանից անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում։ Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը, հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին եւ պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից։ Սակայն նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար նախ անհրաժեշտ է, որ այն խորհրդարանում արժանանա падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3 աջակցությանը։ Թե ինչպես է իշխանությունը այս պայմաններում պատկերացնում նոր սահմանադրության ընդունումը հայտնի չէ։ Այսօր էլ Փաշինյանը միայն նշեց, ամեն ինչ անելու են, որ տարածաշրջանում իրավիճակը չլարվի։ Եվ մենք պետք է աշխատենք, որ չլարվի։ Եվ մենք աշխատել ենք, որ չլարվի եւ չի լարվի տարածաշրջանային իրավիճակը։ Հաջորդ հարցը սիրի։ Ինչպես նախորդ չեմ հիշում ձեր հարցին պատասխանեցի, թե գործընկերներից որևէ այլ ասացի, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս Լյուքսեմբուրգում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում ըստ Ազատության աղբյուրների խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում անորոշությունից, որն ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ իշխող քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Մեր ցանկությունը հենա եւ քաղաքական ծրագիրը հենա, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դա շատ իրատեսական է։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմությունը իր ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքով, թեև սրա վերաբերյալ հստակ փաստեր հայտնի չեն։ Ընտրական հանցագործությունների վերաբերյալ պաշտոնական տվյալներով մինչև օրս հարուցվել է 125 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 248 անձի։ Փաշինյանը երեկ հայտարարում էր, պետք է թույլ չտալ, որ արտաքին աշխարհում ընկալում ձևավորվի, թե Հայաստանում 500,000 մարդ քվեարկել է Ղարաբաղյան շարժումը շարունակելու համար։ Արդյոք Գրիգորյանը Հաջիևին հենց սա է բացատրել, որ Հայաստանում մարդիկ քվեարկել են կաշառքով։ Ոչինչ էլ չեն բացատրել, առարկեց վարչապետը։ Շեշտեց, կողմերը ընդամենը միմյանց մտահոգող հարցերն են քննարկել։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում էլ այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ առանց բացառության կիսում ենք։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, այն որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարա հնչի այսպես, իսկ պետությունը լինել նվաստացուցիչ է, թե չէ։
որովհետև բոլոր պետությունները զբաղվում են դրանով, առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում ենք աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկել ենք, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ, մենք Ադրբեջանի հետ ենք քննարկում, դա նվաստացուցիչ չէ։ Պատգամավոր Արթուր Խաչատյանի կարծիքով ընդդիմության լիդերներին սպառնալով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է փորձում ուղերձ հասցնել։ Ինքը փորձում է, որ հեսա լավ մի բան կանեմ, հեսա մի բան կանեմ, չգիտեմ, այս ռևանշիստ ընդդիմությանը կփակեմ, կջարդեմ եւ այլն եւ այլն։ Իդեպ այդ պարտավորությունը ինքը ստանձնել է նաեւ այդ խայտարակ թղթով, որը կոչվում է իրանք կոչում են խաղաղության համաձայնագիր, ընտեղ էլ տենց մի հատ պասաժ կա, չէ, որ ռևանշիստական ուժեր եւ այլն պայքարելու են դրա դեմ։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, Խաչատյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձի նախագիծը քվեարկության դնել մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Թեև այս խորհրդարանում նույնպես ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, միևնույն է Խաչատյանը կարծում է կան անկախ պատգամավորներ, որոնք կսատարեն իշխանությանը։ Իշխող քաղաքացիական պայմանագրից նման մտադրության մասին հայտարարություն դեռ չի հնչել։